Փառք, հոր եւ որդվո եւ ոգուին սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալություն։ Աղոթքով մեկնարկեց Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չէր ներկայացել։ Բացակայում էր նաև մեր քաղաքը խմբակցության ավագանու անդամ Կարեն Գրիգորյանը։ Ավագանու ընդդիմադիր ուժերը մինչ քաղաքի ղեկավար են ընտրելը, նախ առաջնորդվեցին օրակարգային հերթականությամբ։ Ձևավորվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, հետո ավագանու ընդդիմադիր ուժերը վերահաստատեցին իրենց հայտարարությունները։ Սա քաղաք է, այրաքաղաք է, համայնք չէ։ Ապրիլ, չէ՞, պարոն։ Այո։ Մենք նույնպես քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու եւ այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Մենք թեկնածու չենք առաջադրում եւ պարտադիր քվեարկելու ենք ընդդիմության միասնական թեկնածուին։ Ներկա 18 ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Ղուկասյանին։ Դեմ քվեարկին։ Ճիշտ կլինի, չէ՞։ Այսպիսով Գյումրին ունի նոր ղեկավար։ Վարդան Ղուկասյանը քաղաքը կառավարելու է արդեն 5-րդ անգամ։ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քվեարկել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Իր խոսքով կպահի սուբորդինացիան իշխող ուժի հետ, բայց ինքը վախեցողներից չէ։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձևի չեմ կարող ապրել։ Իմս այդպիսին է։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբյուրեմ, հանուն աստվածային սիրո, եկեղեցում բան, հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա։ Սե մարմինս կոդրեն, հոգիս չեն կոդրի, միանշանակ ես այդ սկզբունքով եմ։ Եթե մի քիչ ասենք ձայնս բարձր է, առողջությունս, ես չգիտեմ ինչ, ինձ կներեք։ Շատ բարձրավորեցնող է, նախ շնորհակալություն ավականու անդամներին, ովքեր ինձ վստահեց։ Ձեր վստահությունը կտեսնեք ժողովրդի եւ ձեր վստահությունը երբեք չեք հանգարց ամաչի իմ փոխարեն։ Չնայած մեր քաղաքը դաշինքը կողմ քվեարկեց Ղուկասյանին ընտրելու հարցում, բայց առաջիկա համագործակցության մասին Մարտուն Գրիգորյանի հայտարարությունում տեղ չկար։ Այն մտավախությանը, որ կոմունիստական կուսակցության կողմից օրակարգ բերված ծրագրերը վտանգված կլինեն առանց այս քվեների, Ղուկասյանը պատասխանում է։ Դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձանք քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին։ Ոտ պահեցին նույն սկզբունքն է։ Ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետեւը ով է կանգնած։ Ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Եթե տիրապետում եք ինֆորմացիայի, որ ինչ-որ մեկը կա հետևում կանգնած, ինչի՞ չեք բարձրացնում այդ դեպքում իրականության մասին։ Եթե կա մարդ, ով գիտեք, որ կանգնած է ինչ-որ մեկի հետևում, ինչի՞ չեք բարձրացնում, հիմա այլ սպասում եք ինչ-որ։ Սիմուս վայո վրեմը։ Այսօր իր քրարման մեջ Սարիկ Մինասյանը ասել է, որ ճգնաժամը այնուամենայնիվ ան խուսափել է, այսպես կառավարել հնարավոր չէ։ Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Չնայած կոալիցիաներ չկան, բայց կառավարման ճգնաժամը բացառում է Հայաստան խմբակցության падգամավոր Կարնիկ Դանիել։ Կոալիցիա չլինի, ինչ որ որոշումների կարան կողմ քվեարկեն, կարան դեմ քվեարկեն, դա աշխատանքի արդյունք է։ Այն հարցին, թե Մարտուն Գրիգորյանի հետ հաշտեցման Շիրակի թեմի առաջնորդի առաջարկին արձագանքել է, Ղուկասյանը պատասխանում է. Հաշտեցման կարիք չկա, փոխարենը Սրբազանին հրավիրում է նորընտիր ավագանու կողմից հաստատված ապրիլի 19-ին սպասվող երթմնակալության արարողությանը։ Այս ժամանակ ով եպիսկոպոսը Աջապահյանը գա։ Կհրավիրենք։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։